Սիրելի հայրենակիցներ, առաջերտին պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր ներկաններին, բոլոր նրանց, ովքեր նայում են այսօր այս հանդիպումը, բոլոր նրանց, ովքեր պայքարել են մեզ հետ այս տարիների ընթացքում, ձեր կամքի համար, ձեր պատրաստակամության համար, ձեր հայրենասիրության համար, նրա համար, որ դուք մտահոգված եք երկրի ապագայով, մենք շատ հագեցված քարոզարշավ ենք ունեցել, բազմաթիվ հանդիպումներ տարբեր ֆորմատներով, դահլիճային, հանրահավաքներ, ուղղակի շփումներ, տասնյակ հազարավոր մարդկանց հետ շփվել ենք և համոզված ենք, որ մեր ընտրական զանգվածը կիսում է մեր ծրագրերը, համաձայն եք, բայց այս հանդիպումները նաև հնարավորություն են տվել մեզ համալրել ծրագրերը, լսել ենք առաջարկներ, ինտերակտիվ հանդիպումների ժամանակ մենք հասկացանք, որ ինչ-որ շտկումներ պետք է մտցնենք և մենք դա արել ենք։ Շնորհակալություն ձեր ակտիվ մասնակցության համար։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունները սովորական չեն, բոլորը դրա մասին խոսում են։ Եվ ընտրությունները ոչ թե նրա մասին է, թե հաջորդ 5 տարվա ընթացքում ինչ կարգի տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացվելու։ Սա անբաժանելի մաս է, բայց ամենից կարևորը չէ։ Այս ընտրությունները նրա մասին են, թե Հայաստանը արդյոք մնալու է իր բովանդակությամբ հայկական պետություն։ Սա է այս ընտրությունների գլխավոր հարցը։ Մենք պաշտպանում ենք, թե դավաճանում ենք մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքային համակարգին։ Պաշտպանում ենք։ Այս ընտրությունները նրա մասին են, թե մենք պահպանում ենք մեր ինքնիշխանությունը, թե մենք դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը։ Ոչ ենք ասում դրան։ Այս ընտրությունները նաև Հայաստանի պատմության մեջ ամենից կեղտոտ, այլանդակ ընտրություններն էին։ Եվ այդ կեղտի և այլանդակության հեղինակը այս իշխանությունն է։ Իրենք փոնավորել են այս ընտրարշավը իրենց թույնով, կեղտոտ բերաններով, կեղտոտ բառապաշարով։ Մենք սա չենք հանդուրժում, սա մեր ոճը չի։ Մենք Հայաստանը պիտի փորձենք մաքուր պահել այդ կարգի կեղտից։ Ոչ մի ընտրություն Հայաստանի պատմության մեջ չի զուգորդվել այս քանակի ձերբակալություններով, կալանքներով, տարբեր կարգի ճնշումներով, ծեծով և այլ, և այս ամենի հեղինակը այս իշխանությունն է, որը եկել է ժողովրդավարության կարգախոսներով, բայց դարձել են ուղղակի բռնապետական ոչ ունեցող իշխանություն։ Եվ այդ ամենիչով նույնիսկ հարցականի տակ են դնում արդյունքների լեգիտիմությունը։ Յուրաքանչյուր ընտրություն, սիրելի հայրենակիցներ, դա առաջերտին հաշվետվություն է կատարած աշխատանքների համար և նոր ծրագրերի ներկայացում, ապագայի համար։ Քանի որ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, հաշվետու լինել չի կարող, որովհետև առարկա չկա հաշվետու լինելու համար, իրենք այս
Քարոզարշավը եւ այս ընտրությունը փորձել են վերացել հետևյալի Հայաստանի այս փոքր տարածքը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնի բախման կետ, ինչը հեչ լավ տեղ չի եւ վտանգավոր տեղ է փոքր պետությունների համար։ Այս տեսանկյունից ընտրությունները իսկապես բավական տարօրինակ են, երբ իշխող կուսակցությունը, իշխող թիմը ընդհանրապես չի խոսում կատարված աշխատանքների մասին։ Եթե խոսա, պիտի խոսա, թե ինչպես է պարտվել պատերազմում, ինչպես է հրահրել պատերազմը եւ ով է մեղավոր 5000 զոհերի համար, 12000 վիրավորների համար, կորցրած տարածքների համար, կորցրած Արցախի համար եւ 150,000 փախստականների համար։ Դրան գումարեք առնվազն 80 միլիարդ դոլարի վնաս, որը հասցվել է հայ ժողովրդին, հայությանը։ Բոլորը գիտեք ով է մեղավոր։ Գիտեք։ Հիմա դրա մասին իրենք պետք է գան եւ հաշվետվություն տան մեր ժողովրդին։ Խոստացել են ժողովրդավարություն, բերել են բռնապետություն։ Խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար, գլխավորել են այդ կոռուպցիան։ Խոստացել են սոցիալական արդարություն, աղքատության մակարդակը չի փոխվել։ Երբ կառավարությունը սկսում է խաղալ կրակի հետ, վառվում է, այրվում է ժողովուրդը։ Սա պարզ ճշմարտություն է։ Եվ ինչ են արել, մինչև քարոզարշավը գնացել են Բրյուսել, խնդրել են հատուկ օգնություն հիբրիդային պատերազմի դեմ։ Հետո Եվրո համայնքի ժողովի ժամանակ հրավիրել են Զելենսկուն, դրանից հետո եղավ Մոսկվայի արձագանքը եւ այս խառնաշփոթի մեջ փորձում են իրենք շանտաժով, վախեցնելով, տարանջատելով մարդկանց քվեններ շահել։ Սա այն ճանապարհը չի, որով պատասխանատու իշխանությունը պետք է վարվի սեփական ժողովրդի հետ։ Սա լրիվ այլ ճանապարհ է։ Մեր մոտեցումը հստակ է։ Մենք եւ միայն մենք Հայաստանում, Հայաստանի քաղաքացիները պետք է որոշենք Հայաստանի ապագան։ Համաձայն եք։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է բացառի գերտերությունների, հակասությունների վրա խաղը, վտանգավոր խաղը, որովհետև այդ հետևանքների համար գինը միշտ տալիս է ժողովուրդը։ Մենք պետք է հետևենք շատ պարզ մոդելի եւ ոչ թե կամ։ Սա է մեր հաջողության գրավականը։ Եվ ես դա կարող եմ անել եւ ցույց եմ տվել, որ ոնց է դա կարելի հաջողությամբ իրականացնել։ Մեր պարագայում ժողովուրդը ի վիճակի է լինելու փող աշխատել հսկայական ԵՏՄ-ի շուկայում եւ ի վիճակի է լինելու այդ փողը ծախսել աշխարհով մեկ, ով որտեղ ուզում է, ուզում ես Դուբայ, ուզում ես Եվրոպա, որտեղ ուզում ես, ավելի լավ է ծախսել Հայաստանում։ Նիկոլի կողմից ստեղծված պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում։ Այսպես կոչված բեզվիզը եւս ավելի շուտ կստանանք, քան այս իշխանությունը։ Մի քանի խոսք մեր անվտանգության մասին։ Մեր անվտանգության մոդելը ունիվերսալ պարզ մոդել է։ Մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Այս երկրագնդի վրա ուրիշ արդյունավետ մոդել ուղղակի չկա։ Եվ ես երաշխավորում եմ, որ մենք վերականգնելու ենք հարգանքը Հայաստանի նկատմամբ։
Մենք բացառելու ենք այն կարգավիճակը, որը այսօր ցավոք Հայաստանը ստացել է։ Սա նվաստացնող նիկոլական մոդել է։ Սա հարևանների հետ հարաբերություններում, սա տեր ու ծառա հարաբերությունների մոդել է, որտեղ տերը Ալիևն է, ծառան Նիկոլն է։ Մենք այս մոդելը բացառում ենք և մերժում ենք։ Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան։ Այն մարդը, որը բերել է Արցախյան պատերազմ, կորուստ, սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառը օգտագործել։ Ինքը չպիտի կեղտոտի այդ բառը ուղղակի իր բառապաշարով։ Վերջերս տեսակ, իր ձեռից նույնիսկ աղավնին չթռավ։ Հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը դա ֆեյկային խաղաղություն է, ֆեյկային իշխանություն է և ֆեյկային բովանդակություն է։ Մենք ձգտում ենք խաղաղության և հասնելու ենք դրան։ Մենք հասնելու ենք կայուն արժանապատիվ խաղաղությանը։ Եվ իմ նախագահության ժամանակ դա հաջողվել է։ Անելու եմ ևս մեկ անգամ։ Խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է այդ խաղաղությունը։ Վստահ եղեք, դա հնարավոր է անել և մենք անելու ենք։ Մենք տեսնում ենք Հայաստանը որպես ժամանակակից արդյունաբերական երկիր։ Ամենից էֆեկտիվ երկիրն ենք տեսնում այս տարածաշրջանում, զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով։ Մենք նորից դառնալու ենք Հարավային Կովկասի ամենից գրավիչ երկիրը ներդրումների համար։ Մենք այդպիսինը եղել ենք և նորից դառնալու ենք։ Մենք չենք պայքարելու սեփական պատմության հետ, Արարատի հետ, Արարատ լեռան հետ, ոչ Արարատ Միրզոյան, եկեղեցու հետ, մեր ինքնության հետ, մենք վռնդելու ենք նրանց, ովքեր պայքարում են մեր արժեքային համակարգի դեմ։ Վստահաբար խոստանում եմ, որ մենք ունենալու ենք ամենից ուժեղ, ամենից կայուն, ամենից հետաքրքիր իր բովանդակությամբ երկիրը Հարավային Կովկասում և երկիր, որը հենված է լինելու ազգային արժեքային համակարգի վրա։ Երկիր, որտեղ քաղաքացին մտահոգված չի լինելու անվտանգային հարցերով, դրանով պետք է զբաղվի իշխանությունը, ոչ թե քաղաքացին։ Երկիր, որտեղ քաղաքացին մշտապես չի պայքարելու ճգնաժամերի դեմ, այդ պայքարը պետք է մղի կառավարությունը և իր քաղաքականության պետք է անի ամեն ինչ, որ ոչ թե երկիրը մեկ ճգնաժամից մտնի մյուս ճգնաժամ, այլ ճգնաժամեր չլինեն ընդհանրապես, հատկապես ներքաղաքական։ Եվ ես մեր թիմի հետ կարող ենք դա անել։
Մենք պետք է կառուցենք այնպիսի երկիր, որտեղ պետական ծառայողը ստիպված չլինելու կատարել ապօրինի հրահանգներ, միայն այն պատճառով, որ իր աշխատանք չկորցնի։ Սա բացառելու է։ Ժողովուրդ ջան, Հայաստանում չկա ոչ մեկը, ով ունի իմ փորձը անվտանգային հարցերում, պետական կառավարման հարցերում, նաև խոշոր բիզնեսում պաշտոնաթողությունից հետո աշխատելու հարցում։ Այդ համակցված փորձը ունիկալ է։ Ես պատրաստ եմ ամբողջությամբ նվիրել այդ փորձը, իմ ժամանակը, իմ ներվերը, իմ ամեն ինչը մեր երկրի հաջողությանը։ Եվ այդ փորձին գումարենք այն թիմը, որը մենք ունենք։ Խելոք, կիրթ, համարձակ, վախ չունեցող թիմ, որը պատրաստ է արհեստավարժորեն եւ համարձակ ձևով շարժել երկիրը առաջ։ Մենք պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար եւ դա անելու ենք։ Եվ ինչ ենք ասում մենք, ասում ենք չկա Նիկոլ, չկա պատերազմ, չկա Նիկոլ, չկա քաոս, չկա Նիկոլ, չկա նվաստացում, չկա Նիկոլ, կա խաղաղություն։ Ուրեմն, ինչ ենք անում հունիսի 7-ին, Համար 17, բոլորս միասին, հունիսի 7, համար 17, հունիսի 7, համար 17, հունիսի 7, համար 17, բրավո, դեր ծավոտան, ունակավություն, հիմա ես հրավիրում եմ մեր թիմ այստեղ, այս բեմահարտակ և մեր թիմի հետ միասին կավարտենք այս հանդիպումը։ Ժողովուրդ ջան, միջև թիմը գա այստեղ, մի բան պատմեմ, միջև թիմը հավաքվի այստեղ, մի բան պատմեմ, դա ես հիշում եմ իմ հերս էր ինձ պատմել, երբ ես մոտարապես 8-րդ, 9-րդ դասարանում էի։ Այն ժամանակ ինքը պատասխանատու էր Արցախում գյուղատնտեսության համար, պաշտոնյա էր, պատասխանատու էր և կոլխոզի ժողով էր, ընտրում էին կոլխոզի նախագահ։ Հիմա մի գրադիետ ագրոնոմի մասնագիտությամբ մեկին առաջարկել են գյուղացիները քննարկում են ընտրեն, չընտրեն, ինքը փորձում է ծրագրեր ներկայացնել և հայտնում է մեկը, որը ինքը իրեն թեկնածությունն է առաջարկում։ Այդ գյուղի ամենից անգրագետը։ 5 տարիներն էին կարդալ զորով, գիտի մի 2-3 դասարանի կրթություն ուներ։ Հիմա գյուղով մեկ փորձում են այդ մարդու համոզել, ասեն, լսի, սե կրթությունը պետք, ագրոնոմիա կա, պիտի հասկանաս եւ այլ, գլուխը չի մտնում, վերջում գիտեք իր ամենից մեծ համոզիչ արգումենտը որն էր։ Ասում է ինչա, վախենում եք Վիլիսից ընկնեմ։ Ուրեմն այդ մարդու պատկերացման մեջ կոլխոզի նախագահի գործը Վիլիսով ֆրֆռալն էր։ Նույնն է այսօր Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի պատկերացումը պետական կառավարման մասին։ Չընկնելու համար են այն շարասյունը, որով պտտվում են 5 անգամ մեծացրել է։ Ձեր փողերի հաշվին, հարկատունների հաշվին։ Հիմա թիմը ինչի չի գալիս։ Ես մի քիչ զբաղեցրեցի մեր թիմակիցներին։
Բոլորս ոտնկայինք ևս մեկ անգամ։ Հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17։ Շնորհակալություն։